ես չեմ կարծում, որ թիրախավորվում է օգոստոսի 8-ի համաձայնագիրը եւ որպես խորհրդարանական ինձ համար կարևորություն է ներկայացնում փաստաթղթերը, որի տակ կա ստորագրություն։ Փաստաթղթերը, որոնք վավերացնում է խորհրդարանը, խոսույթներ կարող են տարբեր լինեն, տարբեր լսարանների համար լինեն, տարբեր շեշտադրումներով լինեն, բայց ես որպես ազգային ժողովի падգամավոր հետևում եմ այն փաստաթղթերին, որոնց վրա կա 2 կամ 3 ստորագրություն։ Ինձ համար դրանք են առաջնահերթություն եւ ցանկություն իհարկե մեծ է ընկնել այս պատմական թիրախավորման նարատիվի մեջ, բայց ինչ ենք դրանից մենք շահելու որպես հանրություն եւ արդյոք հարկավոր է դա մեզ հիմա միանշակ պատասխանը ոչ է, մեզ հիմա հարկավոր է այս կոնֆլիկտային խոսույթից, ապակառուցողական խոսույթից դուրս գալ եւ շատ հաճախ իրացիոնալ մեր պատասխանները, որ առաջին հայացքից իրացիոնալ են, ապահովել են, որ 30 եւ ավել տարի կոնֆլիկտի պատմություն ունեցող 2 պետությունների միջև արկա է մեկ վավերացված փաստաթուղթ, աշխատակարգը նկատի ունեմ սահմանագծման եւ մեկ նախաստորագրված փաստաթուղթ։ Սրանք թերագնահատել պետք չէ։ Ես հասկանում եմ, որ մեր հանրությունն է, որն ունի այս հիշողությունը կոնֆլիկտի մասին, հեշտ է վերցնում բացասականը, բայց մենք քաղաքականությամբ զբաղվում ենք նաեւ առաջնորդություն ստանձնելու համար եւ այստեղ մենք պետք է ստանձնենք առաջնորդություն նաեւ սոցիալ-մշակութային միջավայրում խոսել խաղաղության մասին։